Ինչպես քիչ առաջ Ազատության հրապարակում մեր ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, կոնգրեսն այլևս սպասելու ոչինչ չունի իշխանություններից եւ զբաղվելու է ժողովրդի ակտիվացմամբ։ Օրվա լրահոսին հետևում են բոլորը, մեկ պաշտուպես լուր լսում են հասկանալու համար, իրենց պայքարը արդյունավետ է, թե ոչ։ Վրանների թիվը հասել է 100-ի։ Այստեղ գիշերող քաղաքացիները պատմում են, որ չեն հոգնել, չեն հիասթափվել, պայքարում են հանուն երկրի լավ ապագայի, ցանկանում են ապրել իրավական երկրում եւ հանուն այդ նպատակի իրականացման պատրաստ ենք բազում օրեր անցկացնել Ազատության հրապարակում, շեշտում էին քաղաքացիները։ Մարդիկ ուզում են ոչ միայն սոցիալապես, նյութապես ապահով ապրել, այլ ավելի շատ մարդիկ ուզում են ապրել արդար, իրավական, օրինական երկրում։ Ոչ արժանապատիվ կյանքով ենք ապրում եւ դա է մեր ցավը, որ այդտենց ապրել չի կարելի։ 4 տարի է պատերի տակ եմ, տնով, տեղով, ազգով, ցեղով, պայքարում եմ, որ իմ երեխաները լավ լինեն։ Ժողովրդին դուրս է հանել Ազատության հրապարակ միայն անօրինականությունը։ Եթե մենք ապրենք ըստ սահմանադրության հոդվածների համաձայն, որ պատկանում է իշխանությանը, իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուրեմն մենք երբեք այստեղ չենք գտնվի։ Եթե իրենք մտածում են օրենքները գրված է միայն իրենց համար, դա արդեն ժողովրդի ցածմանն է ենթակա։ Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում մարդիկ կարողանում են իրենց իրավունքների համար պայքարել եւ հաղթել, ինչը նախանգարում ես։ Հիշեցնենք, որ երկխոսության արկախումից հետո ՀԱԿ-ը հայտարարելով շուրջօրյա նստածույցի մասին դարձյալ առաջարկեց վերսկսել այն։ Մինչդեռ իշխանությունները պատասխանեցին, թե այդ հարցը կքննարկեն, երբ կոնգրեսը դադարեցնի անօրինական հանրահավաքները, իսկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները որպեսզի ընդգծեն, թե հրապարակի քաղաքացին է որոշում, ինչպիսին է լինելու կոնգրեսի մարտավարությունը, շեշտում են։ Իշխանությանը համարժեք պատասխան տալու համար Ազատության հրապարակում քննարկումներ են կազմակերպել եւ չէ երկխոսելու ներկա որոշումը այս մարդկանցն է։ Շուրջ 1000 հոգով քննարկել ենք կոալիցիայի պատասխանը։ Ամեն մի կառույց խմբերով, վրաններով քննարկում են, թե ինչ սերությամբ գալուստին տեղը դնենք կամ իշխանության այդ անպատասխանատու մերժումը անդրադարձնենք իրենց։ Այս իշխանության հետ մենք այլևս երկխոսելու խնդիր չունենք։ Այսպիսի գավառամիտ, այսպիսի, չգիտեմ, պետական մտածելակերպից եւ քաղաքական մտածելակերպից զուրկ իշխանությունների հետ ուղղակի անիմաստ է երկխոսություն անելը։ Սակայն երկխոսության դռները կարելի ասել կիսաբաց են թողել։ ՀԱԿ ներկայացուցիչները հիմա էլ սպասում են, որ իշխանությունները կխնդրեն երկխոսել եւ երբ կհնչի այդ խնդրանքը, այդ ժամանակ էլ կմտածեն ինչ պատասխանել։ Իշխանությունները վերջում մի քիչ խելքի են գալիս, գնում են օպոզիցիային, ասում են՝ «Ախպեր ջան, լավ, արի հեչ, արի նստենք, տեսնենք ինչ կա չկա»։ Այդ ժամանակ մենք կմտածենք։ Արժե եւ եթե առաջարկը նորմալ լինի, ինչու՞ չէ, կարող ենք զրուցել։ Եթե նրանք խնդրեն մեզ վերսկսել երկխոսությունը, մենք կորոշենք, մենք վերսկսում ենք, թե ոչ, եւ դա էլ կանենք ժողովրդի հետ միասին։ Հնարավոր է, որ նստածույցը վերածվի անժամկետ բողոքի ակցիայի, հակառակ դեպքում որն է լինելու կոնգրեսի մարտավարությունը, հարցրեցինք ՀԱԿ ներկայացուցիչներին, 7-րդ օրվա վերջում ենք որոշելու 8-րդ օրվա անելիքը, ասում են նրանք։ Կարևորը, որ այստեղ որևէ մեկը չի որոշում է այստեղ հավաքված ամբողջ ժողովուրդը։ Լևոն Զուրաբյանը չբացառեց, որ հնարավոր է 8-րդ օրը քաղաքացիները, ինչպես վերջին տարիներին, պահանջեն մնալ Ազատության հրապարակում։ Պարզաբանեց, թե այդ դեպքում իրենք էլ իրավունք ունեն որոշում կայացնելու։ Ասել է, թե իրենց որոշումները հնարավոր է տարբերվեն այս քաղաքացիների որոշումից, հետևաբար փորձելու են ընդհանուր հայտարարի գալ։ Մենք էլ ենք չէ ժողովրդի մաս։ Միասին խորհրդակցելով կգտնենք պայքարի արդյունավետության տեսակետից ամենաճիշտ շարունակությունը եւ տարբերակը։ Թե ինչ է կատարվում այս հրապարակից դուրս, ինչպիսի զարգացումներ եւ խմորումներ են տեղ ունենում քաղաքական կուլիսներում, այս մարդկանց աչքից ու ականջից հեռու դժվար է հստակ ասել։ Եվ ամենաանցանկալին գիշեր-ցերեկ զոհողության գնացող այս մարդկանց համար հիասթափությունն է։ Այստեղ մարդկային հույզեր են, սպասումներ, անկեղծորեն հավատում են, որ պայքարի վերջնական հանգրվանը լինելու է այն, ինչն ակնկալում են։ Արմենուհի Վարդանյան, Տիգրան Կասաբյան, Կալանյուս, Երևան։